Բարև ձեզ, բարով եք եկել Glendale Newsroom, այս կարճ ֆորմատով ձեզ կպատմենք Ամերիկայում կատարվող կարճ ու կարևոր նորությունները։ Մինչև սկսելը բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմելով զանգակի կոճակը։ Թրամփը նախազգուշացրել է Ուկրաինա-Ռուսաստան բանակցությունների տապալման դեպքում այլ ելքի մասին։ Այսին հրահանգել են օրական ձերբակալել 3000 ներգաղթյալի, արտաքսել տարեկան 650 000 մարդու։ ԱՄՆ փոխնախագահը առաջին անգամ մասնակցել է բիտքոյնի համաժողովին։ 184 միլիոն գաղտնաբար հայտնվել է ինտերնետում, գողացել են Gmail-ի, Apple ID-ի, Instagram-ի եւ այլ ծառայությունների տվյալները։ Տարիներ անց ԱՄՆ-ն առաջին անգամ պաշտոնապես ներկայացել է Մոսկվայում անցկացվող միջազգային համաժողովին։ ԱՄՆ ավիաընկերությունները ուղեբեռի վճարներից 7 միլիարդ են վաստակել, ինչ նոր փոփոխություններ են եղել։ Այսօրվա լուրերը սկսենք Դոնալդ Թրամփի հայտարարություններով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունների վերաբերյալ։ Սպիտակ տան օվալաձև սրահում Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ առաջիկա 2 շաբաթների ընթացքում որոշում կընդունեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հետագա ընթացքի վերաբերյալ։ Թրամփի խոսքով այժմ դեռ վաղ է ասել, արդյոք Վլադիմիր Պուտինը իսկապես ցանկանում է դադարեցնել պատերազմը, թե պարզապես ժամանակ է ձգում։ Նա նաև նշել է, որ պատրաստ է հանդիպել թե Պուտինին, թե Ուկրաինայի նախագահ Զելենսկուն, եթե դա կօգնի իրավիճակի կարգավորմանը։ Թրամփի խոսքով այս պահին աշխատում են Ռուսաստանի ուղղությամբ եւ դեռ պարզ չէ, թե ինչ արդյունք կտա այս գործընթացը։ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին հարցին Թրամփը պատասխանել է, որ կարծում է հնարավոր է խաղաղ համաձայնություն, չի ուզում դրան խանգարել։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը առաջարկել է Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների երկրորդ փուլ անցկացնել Ստամբուլում առաջիկա երկուշաբթի օրը։ Իլոն Մասկը հայտնել է, որ ավարտում է իր պաշտոնավարումը որպես ԱՄՆ կառավարության հատուկ ծառայող։ Նա շնորհակալություն է հայտնել Դոնալդ Թրամփին կառավարության ծախսերը կրճատելու եւ արդյունավետությունն ավելացնելու Դոջ վարչությունում աշխատելու հնարավորության համար։ Մասկի պաշտոնավարումը սահմանափակված էր 130 օրով, որի ընթացքում նա գործել է Թրամփի վարչակազմի կողքին։ Մասկը նշել է, որ այժմ վերադառնում է իր գլխավոր նախագծերին։ Նրա հեռացումը պետական համակարգից դիտարկվում է որպես նոր փուլ, ինչպես իր, այնպես էլ Թրամփի թիմի համար։ Իլոն Մասկը, որ նախկինում սերտ համագործակցում էր Դոնալդ Թրամփի հետ, այսօր քննադատում է նախագահի առաջարկած նոր հարկային եւ ծախսերի մասին օրինագիծը։ Նա նշել է, որ հիասթափված է այս հսկայական նախագծից, որը միայն խորացնում է բյուջեի դեֆիցիտը եւ խանգարում է Դոջի թիմի աշխատանքին։ Մասկի այս հայտարարությունը մինչև օրս ամենակոշտ քննադատությունն էր Թրամփի հասցեին։ Օրինագիծը մեծ դժվարությամբ է անցել Կոնգրեսի ներկայացուցիչների պալատ այն բանից հետո, երբ Թրամփը ճնշում էր գործադրել մի քանի հանրապետականների վրա։ Այժմ այն ուղարկվել է Սենատի քննարկմանը։ Թրամփը այս օրինագիծը համարել է երկրի պատմության մեջ երբևէ ստորագրվող ամենահետաքրքիր օրենսդրական ակտը։ Սակայն քննադատները զգուշացնում են, որ այն կարող է առաջիկա տասնամյակում ավելացնել ԱՄՆ պետական պարտքը ավելի քան 3.3 տրիլիոն դոլարով։ Telegram-ը նոր չաթբոթ է ներդրել միայն պրեմիում բաժանորդների համար, որոնք կարող են օգտվել արհեստական բանականության Grok համակարգից։ Այս բոթը ստեղծել է Իլոն Մասկի ընկերությունը, այն պատասխանում է մարդկանց հարցերին, ներկայացնում է փաստաթղթերը հասկանալի ձևով եւ ստուգում է տեղեկությունների ճշգրտությունը։ Պայմանավորվածությունը կնքվել է 1 տարով Մասկի եւ Telegram-ի հիմնադրի միջև։ Telegram-ն ակնկալում է ստանալ 300 միլիոն դոլար, ինչպես նաեւ XAI Telegram-ով բաժանորդագրված օգտատերերից եկամուտի 50%-ը։ Սա Telegram-ի առաջին խոշոր համագործակցությունն է արտաքին արհեստական բանականության հարթակի հետ։ Տեխնոլոգիական փորձագետները կարծում են, որ այս քայլը կարող է Telegram-ին դարձնել առաջատար հարթակ AI գործիքների կիրառման ոլորտում։ Մեկնաբանություններում գրեք, փորձել եք արդեն Telegram-ի նոր չաթբոթը, ինչ կարծիք ունեք։ Սոցցանցերում տարածվում է լուրեր այն մասին, որ Դոնալդ Թրամփը քննադատում է Հարվարդի համալսարանը այն պատճառով, որ նրա 19-ամյա որդուն Բերոն Թրամփին համալսարանը չի ընդունել։
Սոցիալական ցանցերում այս վարկածն այնքան արագ է տարածվել, որ ստիպված է եղել արձագանքել առաջին տիկին Մելանիա Թրամփը։ Մելանիայի խոսնակը նշել է. «Բերոնը երբեք չի դիմել Հարվարդ ընդունվելու համար։ Ցանկացած պնդում, թե նա կամ նրա անունից որևէ մեկը դիմել է Հարվարդ, բացարձակապես կեղծ է»։ Հավելեմ, որ Բերոն Թրամփն այժմ սովորում է Նյու Յորքի համալսարանի Stern Business դպրոցում, չնայած պաշտոնական հերկմանը համացանցում քննարկումները չեն դադարում։ Ավելի քան 184 գաղտնաբառ է հայտնվել ինտերնետում, տվյալների արտահոսքի պատճառով գաղտնաբառերը հիմնականում պատկանում են սովորական օգտատերերին։ Դրանք եղել են մուտքագրումները Gmail-ի, Apple ID-ի, Microsoft հաշիվների, ինչպես նաև սոցիալական ցանցերի Facebook, Instagram, Snapchat եւ այլ ծառայությունների գաղտնաբառերը։ Տվյալները հավաքագրվել են հատուկ ծրագրերի միջոցով, որոնք սովորաբար տեղադրվում են առանց օգտատիրոջ գիտության եւ գողանում են համակարգչում պահված անձնական տվյալները։ Այս ծրագրերը ոչ միայն ստանում են գաղտնաբառերը, այլև մուտք նամակների բովանդակությանը եւ մեսենջերային հավելվածների տվյալներին։ Փորձագետները կոչ են անում օգտատերերին շտապ փոխել գաղտնաբառ եւ օգտագործել երկփուլային նույնականացում։ Փակ հանդիպում են ունեցել Թրամփի վարչակազմի ներգաղթի գլխավոր ռազմավարներից մեկը եւ ներքին անվտանգության նախարարը։ Նրանք պահանջել են, որ այսը առնվազն օրը 3000 անօրինական ներգաղթյալ ձերբակալի։ Սա մաս է կազմում Թրամփի նոր նախաձեռնությանը իրականացնել ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ մասշտաբի արտաքսման ծրագիրը։ Մինչև հիմա արտաքսվում էին այն ներգաղթյալները, ովքեր ունեին հանցագործանցյալ կամ արդեն իսկ ունեն արտաքսման որոշում։ Հիմա վարչակազմը պատրաստվում է ավելի խիստ եւ լայնածավալ գործողությունների։ Այս ամենը նշանակում է տարեկան մոտ 650 000 մարդու ձերբակալություն ու արտաքսում։ ԱՄՆ-ի վիզա ստանալը նոր կառավարության քաղաքականության պատճառով շատ ավելի բարդ է դարձել, բայց փորձը ցույց է տալիս, որ պատրաստված դիմորդների շանսերը զգալիորեն բարձր են։ Smart Assist-ի մասնագետներն արդեն օգնել են հարյուրավոր ուսանողների, գործարարների եւ Հայաստանի քաղաքացիների ընտրելու վիզայի ճիշտ տեսակը, ստանալու հրավերներ ԱՄՆ-ից, կատարել անհրաժեշտ ամրագրումներ եւ նախապատրաստվել դեսպանատան հարցազրույցին։ Թիմը քայլ առ քայլ ուղղորդում է դիմորդներին, ապահովելով անհատական մոտեցում։ Առաջին խորհրդատվությունն անվճար է, պարզապես պետք է լրացնել մեկնաբանություններում նշված հարցաթերթիկը եւ մասնագետը կկապվի ձեզ հետ։ ԱՄՆ փոխնախագահը մասնակցել է Bitcoin 2025 թվականի համաժողովին եւ դարձել առաջին գործող փոխնախագահը, ով հանդես է եկել Bitcoin-ի նման միջոցառմանը։ Փոխնախագահը իր ելույթը սկսել է ընկերական հումորով եւ վստահեցրել է, որ Թրամփի վարչակազմը աջակցում է կրիպտոարդյունաբերությանը։ Նա նշել է, որ Թրամփի նախագահությամբ կրիպտոարժույթներն ունեն իրենց պաշտպանն ու դաշնակիցը Սպիտակ տանը։ Փոխնախագահը հավելել է, որ ինքն անձամբ դեռ պահում է բավական քանակությամբ Bitcoin եւ կարծում է, որ կրիպտոն ու թվային տնտեսությունը դարձել են սովորական ու երկարաժամկետ ուղղություն։ General Motors ընկերությունը Նյու Յորքի գործարանում հայտարարել է $888 միլիոն ներդրման մասին շարժիչների 6-րդ սերնդի արտադրության համար։ Այս քայլը փոփոխություն է նախկինում հայտարարված ծրագրից, ըստ որի նախատեսվում էր $300 միլիոն ներդնել էլեկտրական մեքենաների շարժիչային բլոկների արտադրության համար։ Նոր շարժիչները կօգտագործվեն մեծ չափսերի բեռնատարների եւ ամենագնացների համար։ Ընկերությունը նշել է, որ նոր սերնդի շարժիչները կլինեն ավելի վառելիքախնայող եւ քիչ արտանետումներ կունենան, շնորհիվ այրման եւ ջերմային կառավարման նոր տեխնոլոգիաների։ ԱՄՆ դաշնային դատարանը կասեցրել է Դոնալդ Թրամփի ներկայացրած նոր մաքսային վճարները։ Դատարանի որոշման համաձայն Թրամփը գերազանցել է իր սահմանադրական լիազորությունները, վճարներ սահմանելով այն երկրների նկատմամբ, որոնք ԱՄՆ-ում ավելի շատ ապրանք են վաճառում, քան գնում։ Այս վճարները պետք է ազդեին մի շարք ներմուծվող ապրանքների վրա եւ մեծ վնաս կհասցնեին փոքր բիզնեսներին։ Դատարանը շեշտել է, որ միայն կոնգրեսն ունի արտաքին առևտրի կարգավորման իրավասություն եւ նախագահի արտակարգ իրավասությունները չեն կարող այդ իրավունքը վերացնել։ Սա Թրամփի մաքսային քաղաքականության դեմ առաջին լուրջ դատական որոշումն է, սակայն ոչ միակը։ Այս պահին ներկայացված են եւս 7 դատական հայց, այդ թվում մի մեծ համատեղ գործ, որը նախաձեռնել են ԱՄՆ 13 նահանգները։ Այս զարգացումը կարող է էապես ամենափակել Թրամփի հնարավորությունները միակողմանի տնտեսական միջոցներ կիրառելու հարցում։ Հիմա խոսենք բժշկության ոլորտում մի մտահոգիչ խնդրի մասին, որի հետևանքները կարող են լուրջ ազդեցություն ունենալ շատ ընտանիքների համար։ 67 երեխա ծնվել են նույն դոնորից, որի գեների մեջ հայտնաբերվել է քաղցկեղի մուտացիա։ Սպերման օգտագործվել է տարբեր երկրներում 2008-ից 2015 թվականներին։ Հետագայում պարզվել է, որ այդ դոնորը ունեցել է գենի խանգարում, որը կապված է մի հազվագյուտ հիվանդության հետ, որը մեծացնում է քաղցկեղի առաջացման ռիսկը։ Արդեն 10 երեխայի մոտ ախտորոշվել է քաղցկեղ։ Այս պատմությունը
շատ հարցեր է առաջացրել դոնորային վերահսկողության միջազգային համակարգերում։ Մասնագետները հիմա բարձրաձայնում են, որ նման դեպքերը կարելի էր կանխել, եթե ավելի խիստ գենետիկ ստուգումներ իրականացվեին դոնորներին ընտրելուց առաջ։ Մոսկվայում այս օրերին անցկացվում է բարձր մակարդակի միջազգային համաժողով, ուշագրավն այն է, որ այս ֆորումին միացել է նաև ԱՄՆ-ն երկար դադարից հետո։ Այս ֆորումը կենտրոնացած է գլոբալ անվտանգության խնդիրների շուրջ և հավաքել է պատվիրակություններ ավելի քան 104 երկրից, ինչպես նաև 13 միջազգային կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ։ Այս մասնակցությունը դիտարկվում է որպես զգույշ դիվանագիտական ժեստ, հնարավոր երկխոսության ճանապարհը հարթելու նպատակով, այն դեպքում, երբ ռուս-ամերիկյան հարաբերությունները շարունակում են մնալ լարված։ Ամերիկայում վաճառվող Skittles քաղցրավենիքներն այլևս չեն պարունակում տիտանի երկօքսիդ։ Սպիտակ ներկանյութը նախկինում օգտագործվում էր սննդի, կոսմետիկայի և ներկերի արտադրության մեջ։ Մարսի այս որոշումը համընկել է հանրային առողջության թեմայի վրա աճող ուշադրության հետ։ Տիտանի երկօքսիդի կիրառումը տարիներ շարունակ քննադատության կենտրոնում է եղել։ Թեպետ այս նյութը դեռ թույլատրված է ԱՄՆ-ում, բայց մի շարք ամերիկյան նահանգներում քննարկվում է դրա արգելումը։ Մարս ընկերությունը դեռ չի հստակեցրել, արդյոք այս փոփոխությունը կվերաբերվի նաև այլ երկրներում վաճառվող Skittles-ներին, թե ոչ։ Գիտնականները հայտնաբերել են ոսկու հետքեր Հավայան կղզիների Կիլաուեա հրաբխի լավայում։ Մենք նախորդ թողարկմանը արդեն անդրադարձել ենք հրաբխին և դրա հետևանքներին։ Մինչև հիմա համարվում էր, որ երկրի ամբողջ ոսկու գրեթե 99%-ը գտնվում է մոլորակի միջուկում, 3000 կիլոմետր խորության վրա և անհասանելի է մարդկանց համար։ Սակայն գիտական նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ ոսկու փոքր քանակը կարող է բարձրանալ դեպի մակերևույթ։ Այս բացահայտումը կարող է արմատապես փոխել գիտության պատկերացումները երկրի ներքին կառուցվածքի վերաբերյալ և նոր հույսեր է ստեղծում խորքային բնական ռեսուրսների հասանելիության առումով, ինչը ապագայում կարող է էապես ազդել հանքարդյունաբերության ոլորտի վրա։ Ֆորդը հետ է կանչում 1.1 միլիոն Ֆորդ և Լինկոլն մագնիշի մեքենաները։ Պատճառը հետևի տեսախցիկն է, որը երբեմն սառեցնում է պատկերը, ինչը կարող է շփոթեցնել վարորդին և վթարի պատճառ դառնալ։ Ընկերությունը տեղեկացրել է, որ առայժմ վթարներ չեն գրանցվել, միայն մեկ ոչ լուրջ վթար է տեղի ունեցել։ Խնդիրը կլուծվի ծրագրային թարմացմամբ, որը կարելի է անել ինչպես ավտոսրահում, այնպես էլ օնլայն հեռավար եղանակով։ ԱՄՆ ավիաընկերությունների համար ուղեբեռի վճարները դարձել են մեծ եկամտի աղբյուր։ Վերջին տվյալների համաձայն ընկերությունները հավաքել են ուղեբեռի վճարներից $7 միլիարդ։ Այս թիվը գերազանցում է համավարակից առաջ գրանցված բոլոր ցուցանիշները ըստ տրանսպորտի վիճակագրության բյուրոյի։ Վերջին տարիներին ավիաընկերությունները փոխել են ուղեբեռի իրենց քաղաքականությունը, հիմնավորելով դա ծախսերի աճով, այդ թվում վառելիքի գների բարձրացման և աշխատավարձերի ավելացմամբ։ Օրինակ, ավիաընկերություններից մեկն առաջին անգամ սկսել է գանձել $35 առաջին ուղեբեռի համար, մինչ այդ ուղևորները վճարում էին միայն երրորդ պայուսակի դեպքում։ Ընկերությունը կանխատեսում է, որ այս փոփոխությամբ կարող են տարեկան $1.5 միլիարդ եկամուտ բերել։ Մեկ այլ ընկերություն գները բարձրացնում է տոնական և սեզոնային օրերին։ Nike ընկերությունը բարձրացրել է իր ամենապահանջված մարզակոշիկներից շատերի գները $10, սակայն հրաժարվում է դա կապել մաքսատուրքերի հետ։ Nike.com կայքում բարձրացել են գները 2%-ից 6%-ով։ Վերլուծաբանները նշում են, որ Nike-ը մտածված և հանգիստ կերպով թանկացնում է այն մոդելները, որոնք սպառողները դեռ պատրաստ են գնել բարձր գնով։ Չնայած մասնագետները ենթադրում են, որ գնի աճը պայմանավորված է Թրամփի վարչակազմի կողմից Վիետնամի նկատմամբ կիրառած 10% և Չինաստանի նկատմամբ 30% մաքսատուրքերով, ընկերությունը պաշտոնապես դա չի հաստատում։ Nike հաղորդագրության մեջ նշվում է, որ իրենք պարբերաբար վերանայում են գների քաղաքականությունը։ Ամերիկյան Delta Airlines ինքնաթիռ են մտել երկու աղավնիներ։ Ինքնաթիռը պատրաստվում էր թռիչքի, երբ ուղևորներից մեկը նկատել է թռչունին նստարանի տակ քայլելիս, իսկ մյուսը թռել է սրահով մեկ։ Ուղևորները փորձել են թռչուններին դուրս բերել։ Թռիչքը կարճ ժամանակով հետաձգվել է։ Թեպետ միջադեպն ավարտվել է անվտանգ, բայց տեսանյութը լայն տարածում է գտել սոցցանցերում, դառնալով օրվա թեմա։ Ահա այսքանը ամերիկյան անցուդարձից։ Եթե ցանկանում եք առաջինը դիտել մեր հաղորդումները, բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմելով զանգակի կոճակը։ Ինչպես նաև մեկնաբանություններում գրեք, որտեղից եք մեզ հետևում։ Շնորհակալություն, կհանդիպենք վաղը։